Լավրովն ու Ռուբիոն 4-րդ անգամ են հանդիպել։ Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների Մանիլայում տեղի ունեցած հավաքի ընթացքում են շուրջ 35 րոպե զրուցել Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի առաջին դիվանագետը։ Մոսկվան հայտնում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնած հանդիպմանը քննարկվել են ուկրաինական, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Իրավիճակը Պարսից ծոցում։ Լավրովի հետ հանդիպման ժամանակ դուք ճնշում գործադրելու եք նրա վրա Ուկրաինայի հարցում, թե պարզապես Չգիտեմ, մենք դրա մասին խոսելու ենք։ Կարծում եմ Ուկրաինայում պատերազմը շատ առումներով խոչընդոտել է այլ թեմաների շուրջ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնության եզրեր գտնելու։ Դա չի նշանակում, որ մենք չենք փնտրի համագործակցության այլ ոլորտներ։ Միևնույն ժամանակ կցանկանայինք տեսնել պատերազմի ավարտը։ Կարծում ենք Ռուսաստանի համար լավ կլինի, եթե այդ պատերազմը ավարտվի։ Միացյալ Նահանգները շարունակում է բաց եւ պատրաստական լինել պատերազմի ավարտի գործում կառուցողական դեր ունենալու համար։ Մենք միակն ենք աշխարհում, որ կարող ենք դա անել։ Փակ դռների հետևում հանդիպմանը կողմերը պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական գերատեսչությունների շփումները, հայտնում է Դաշնության արտգործնախարարությունը։ Պետդեպարտամենտը քիչ մանրամասներ է ներկայացնում։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ սենյակից դուրս գալիս Ռուբիոն ու Լավրովն անտեսել են լրագրողների հարցերը։ Ռուս-ամերիկյան բանակցություններին զուգահեռ Ուկրաինայի զինուժը գրոհել է Դաշնության մի քանի մարզերի ուղղությամբ։ Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 4 վիրավոր կա։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի խոսքով վիրավորներից 2-ը երեխա են։ Մի խաղաղ բնակիչ էլ Բելգորոդի մարզում է զոհվել, երբ ուկրաինական անօթաչուն ավտոբուսի է հարվածել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ վիրավորներ կան, նրանց վիճակը ծանր է։ Ուկրաինան մի տրանսպորտային միջոց էլ թիրախավորել է Դոնեցկ-Ամբրոսիևկա ճանապարհին։ Ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 10 վիրավորվել, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Վորոնեժի մարզն էլ է Կիևի դրոնային ինտենսիվ գրակի տակ եղել։ Այնտեղ քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվել, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը, նշելով վիրավորներ կան։ Մոսկվայից արևելք Ուլյանովսկի մարզում ուկրաինական անօթաչուները թիրախավորել են վառելիքաէներգետիկ համալիրը։ Նահանգապետը հայտնել է հրդեհ է բռնկվել։ Դաշնության պաշտպանության նախարարության տվյալով այս գիշեր ռուսական հոպը 223 ուկրաինական անօթաչու է խոցել։ Ուկրաինան էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել է հուլիսի 27-ին արտահերթ նիստ անել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների պատճառով։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանն առնվազն 3 քաղաքացիական բեռնանավի է հարվածել։ Անդրեյ Սիբիգայի խոսքով Սև ծովի առևտրային երթուղիները թիրախավորելով Ռուսաստանը գիտակցված տնտեսական եւ մարդասիրական ահաբեկչություն է իրականացնում, վտանգելով համաշխարհային պարենային անվտանգությունը։ Մոսկվայի պնդմամբ Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ իրականում Սև ծովով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Մարիամ Ամերջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։